Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտ 19 ուժ է ներկայացրել, 17 կուսակցություն, 2 դաշինք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթերը տարել են իշխող քաղաքացիական պայմանագիրը բոլորին դեմ եմ, ժողովրդավարական համախմբում, Բարգավաճ Հայաստան, Միասնության թևեր, Հայ ազգային կոնգրես, Լուսավոր Հայաստան, Ազգային ժողովրդավարական բևեռ, Հայաստանի շնորհապետական, Քրիստոնյա դեմոկրատական, Նոր ուժ, Հանրապետություն, Ալյանս առաջադիմական ցենտրիստական, ռեֆորմիստների, ԴՕԿ, Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք, Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունները, Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները։ 2021-ին 25 ուժ էր մասնակցում։ Քաղաքական ուժերի մեծ մասը թղթերը այսօր տարավ ԿԸՀ։ Իշխող ուժի հետ այլևս մատաղ անգամ չեն գնալու։ Լուսավոր Հայաստանի ցուցակը 98 հոգանոց է։ Առաջին համարը կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանն է, բայց այ վարչապետի տեխնացուի անուն չեն շտապում հնչեցնել։ Կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանն ասում է, մեծամասնություն չձևավորելու հավանականությունը մեծ է, հարցը այդ պատճառով չեն քննարկում։ Հիմա առաջնային է Փաշինյանի իշխանությանը հեռացնելը։ Թե այդ գործում մենք ինչ ձևի դերակատարում կունենանք, դա ցույց կտան մեզ տրված քվեները։ Վերջին օրով կենտրոնական ընտրական հանձնաժողովում էր նաև Միասնության թևերը։ Ցուցակում 80 տեխնացուներ են մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գլխավորությամբ։ Նրանք բացառում են քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցությունը, հայտարարում թույլ չեն տալու, որ պաշտոնաթող նախագահները զբաղեցնեն վարչապետի պաշտոն, բայց թե ում հետ են պատրաստ ճանապարհ գնալ, անուններ չեն շտապում տալ։ Մոտ ժամանակներում ամբողջությամբ քաղաքական դաշտը կբյուրեղանա ու կունենանք նաև ընտրությունների արդյունքները, հստակ կլինի, թե որ ուժերի հետ ենք կարողանում ինչպիսի ձևաչափով համագործակցել։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի գործող իշխանությունը չվերարտադրվի։ Ունենալու ենք երաշխավորված ռեալ խաղաղություն, ինչը ես նույնպես երաշխավորում եմ։ Ուժեղ Հայաստանի ցուցակում ընդգրկված տեխնացուների հետ Սամվել Կարապետյանի հանդիպումից այսօր տեսանյութ տարածվեց։ Ֆիքսենք, ինչ ենք մենք ժառանգում նախորդ ապիկար իշխանությունից, կորսված երկրորդ հայրենիք։ Հայաստանի ինքնիշխան տարածքում օկուպացված տարածքներ Ադրբեջանի կողմից։ Հիմնական դաշնակիցների հետ շանտաժի լեզվով խոսելու հետևանքով բացարձակ կորցրել ենք վստահությունը դաշնակիցների կողմից։ Մեր լավագույն հայրենակիցները այսօր գտնվում են Բաքվի բանտում, ամբողջությամբ տապալված տնտեսություն, վարկերի տակ ճռռացող հասարակություն։ Իրենք խոստանում են ապահովել երաշխավորված խաղաղություն, վերականգնել հայ առաքելական եկեղեցու տեղն ու դերը, զարգացնել տնտեսությունը։ Չլինելով միայն Հայաստանի քաղաքացի, նախորդ 4 տարում Հայաստանում մշտապես ապրած չլինելով, Սամվել Կարապետյանը չի կարող տեխնացու լինել, բայց գործարարի թիմը պնդում է նա է իրենց վարչապետի տեխնացուն եւ գալով իշխանության սահմանադրական փոփոխությամբ դա հնարավոր են դարձնելու։ Նախորդ ընտրություններում պատիվ ունեմով էր մասնակցում Սերժ Սարգսյանը, այս ընտրություններում մասնակցում է Ուժեղ Հայաստանով։ Այսօրվա ընտրական գործընթացում նրանք ուզում են ռևանշի հասնեն եւ վերականգնեն 2007 թվի 2006 թվի կոալիցիա։ Դաշնակցություն, ԲՀԿ, Հանրապետական։ Ուրիշ պատմություն չկա սրա տակ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հաջորդ խորհրդարանի իր տեսլականն էր ներկայացնում։ Շանս տեսնում էր, որ ինչպես ձևակերպեց նախկինները դուրս շպրտվեն քաղաքական դաշտից։ Անուններ տվեց, որը տարբեր հարցումների իր հիմնական մրցակիցներն են, որոնց նա պատերազմի եռագլուխ կուսակցություն է անվանում։ Քրյա օլիգարխա այդ նախկիններին ուղղակի մենք քաղաքական դաշտից դուրս շպրտենք։ Բացառիկ շանս։ Եվ դրա համար ես ասում եմ, որ կա ձև Ուժեղ Հայաստան, ԲՀԿ, Հայաստան դաշինք, դե որ Հայ ազգային կոնգրես բան ընդհանրապես շանս չունեն, այդտեղ կարծում եմ նույնիսկ ավելորդ է քննարկել։ Քաղաքացիական պայմանագիրը իր հաղթանակին չի կասկածում։ Վարչապետն այսօր իր պատկերացրած հաջորդ ընդդիմությանն էր նկարագրում։ Բոլոր այն ուժերը, որոնք պատերազմի կուսակցություն չեն, ցանկացած մեկը։ Բայց Նիկոլ Փաշինյանից ավելի նախկին կա։ Հələ մի հատ տեսեք իրենց ֆրակցիայում, ասենք Խաչատուր Սուկիասյանը դարձավ նոր, Անդրանիկ Քոչարյանը դարձավ նոր, ասենք ում ասեմ,
Չէ, Հովիկ Գրիգորյանը նախկին, հա։ Ոք տեխնացու է դրա համար։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Հայաստան դաշինքը մինչդեռ սահմանադրական մեծամասնության ակնկալիք ունի ընդդիմադիրների հետ հետընտրական համագործակցությամբ, ասում էր փաստաթղթերը ԿԸՀ տարած Արծվիկ Մինասյանը։ Դաշինքը երկու ուժեր են ձևավորել՝ Դաշնակցությունն ու առաջ Աչակենտրոն կուսակցությունները։ Նրանց վարչապետի թեկնածուն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որը այս ընտրություններում առաջադրվել է առաջ կուսակցության ցանկով։ 123 հոգանոց ընտրական ցուցակը նա է գլխավորելու։ Նախագահ Քոչարյանը դա էլ է ասել, եթե մենք եղանք առաջատարը, ակնհայտ է, որ իմ թեկնածությունն է լինելու։ Եթե այլ ուժ եղավ ընդդիմադիր դաշտում, իհարկե մենք պետք է աջակցենք։ Ինչ կլինի իրավիճակը այդ ժամանակ, կախված է նաև մեր մյուս գործընկերների վարքագծից։ Քաղաքական ուժերը կամ նրանց ընտրական ցուցակներում ընդգրկված առանձին թեկնածուները կգրանցվեն թե ոչ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է որոշի առաջիկա 10 օրերին։ Կուսակցության դեպքում անցողիկ շեմը 4% է, այս ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած դաշինքների դեպքում 8%։